Ահայեգրեն վեր նճարակայք է այսօր իմանալի արեկագը և մեզ երկին կհրավիրեն։ Խոր կերեզմանեն դուրս կուկա ոչ թե 4-օրյա մահացյան նման ғազարի, այլ 14-ամյա մերյանը, որպես հոգիով մահացածներս անմահության կյանքին վերափոխեն։ Մենք, որ անոր արբիազգած անձը խավարեցնել կգարձեինք, վերաբնգեց բադիջով, Աստված սակայն զայն կարկեց խավարյաններուս լուսաբու յոտնաբադիկ լուսավորության դուրս ելելով վիրաբեն։ Անուն որ և որդվո և ոգույն սրբո, ամեն։ Այս խոսքերը ուղված են Սուրբ Գրիգոր լուսավորչին, իր տոնին ելելուն վերաբեն, որ դոնն էր երեք և այսօր դոնն է Սուրբ Էջմիածնին։ Սիրելի հավատացյալներ, եթե մեր մարմնավոր ծնողներուն հանդեպ դասնապանյան ըսավ բատվեք ու հայրդ ու մայրդ, ուրեմն որքան ևս առավել նույնը կբարդինք հանդեպ մեր հոգիներու ծնողին, լսելով անոր լուսավոր վարդապետությունը, բահելով անոր առաքելավան կանոնները։ Նույն հարկանքը կբարդինք նաև մեր Սուրբ Հորը Գրիգոր լուսավորչի օգնական անարադն Սուրբ Հրիփսիմեի, որ որպես արուսյակ ծագեցավ հայոց աշխարհի վրա, նախընթացը Սուրբ Գրիգոր արփիին։ Ամենատերը մեզ այցելություն տվավ ոչ թե ծանոթներու և մերձավորներու ձեռքով, այլ անծանոթներու և օդար հյուրերու։ Անոնք մեզ մե անարգվեցան, հալածվեցան և գլխատվեցան, իսկ այն, որ արինք և խոր վիրաբը նետեցինք, ելավ և անգյունակար եղավ։ Եթե Աստված Սուրբ Գրիգորը մեզ հոգևոր հայր կարգեց, Սուրբ Գուսաններն ան հոգևոր մայրեր, վասնզի եթե Հրիփսիմե գույսը իր մահվամբ երկնած չլար Հայաստան աշխարհը, Սուրբ Գրիգոր չէր կրնա ամբողջ ազգ մծնիլ, և եթե Սրբուհին արյունը որոքած չլար մեր աշխարհի խոբանացյալ այգին, Աստված Սուրբ Լուսավորիչը չէր ուղարկել այս այգին մշակելու համար։ Այն, որ Տերը կսիրե, կխրատե, գտան չէ ամեն որդի, որ գտնունի, նույնպես և քաղցրացավ մարդասերի կութը մեր վրա, նախ մեր աշխարհը կցնցեր իր պարբության գավազանով, թագավորը և մեծամեծները պատուհասի մատնելով և ամենքը աղ ու տողի մատներով, այն աստիճան, որ ալմարտոսմե տարման չգտնելով աստվածային օգնության ապավինին։ Ու գրքին հրեշտակը երևաց Խոսրովատուղտին, նույն պատկամը Գաբյալ Գրիգորը դուս պերեդիրամեն, որպեսի բժշկե հարվածյալները և լուսավորե Հայաստան աշխարհը Աստված գիտությամբ ու անցան գործի։ Ան որ համոզված մեր ազգը գարձեին, հրաշքով կենտանի կգտնեն և ուրախությամբ դուրս կբերեն։ Գելե Գրիգորը իբրև նոր արևելքի խորերեն, անբամած և թխակույն մարմնով, այլակնած բազմամյա արկելարանի խստութենեն, և այն իսկ էր հոգիներու լուսադմին հոգի բայժարության նշանը։ Իսկույն Վահաշաբադի արքայարանը դարվերով Արամյան դումի վրա, որպես կերարբի արեկակ ծագեցավ, ցնծած համայն Հայաստան աշխարհը իդես լույսին երկար գիշերը հետո։ Անփարավելի դարձված արգազներեն կվերանորոգե և նոր աշխարհը կգերբարանե, փարադելով դխության սուկը, հետանոսական մարախուղը, հարվածյալները կբուժե աղոթքով, հոգիներու խավարասեր այսերը կհալացեն։
իսկ նահատակ լույսերու նշխարները ամփոփեց այն հնձանատեղին, որ անոն օթևանած էին, և հոնքարոզեց թագավորին և ժողովուրդին լուսավոր վարտաբեդությունը և Աստված պաշտության խորհուրդը, ապա գործակցությամբ թագավորին, մահյանները և պակինները գործանեց, բոլոր հրապարակներու վրա կանգնեց դերունական խաչի նշանը։ Աստվածային գոչումով զինդարավ Կեսարյա Հայաստանի քահանայապետ օզբեցավ Խևոնտիոս Պատրիարքեն։ Վերադառնալով Հայաստան, մգրտեց դրտած թագավորը Ասկովին, եկեղեցիներ շինեց, պայծառացուց Հայգազյան գունը արեկակի փայլով, գանքնեց Էջմիածինը, իհորե լույս և փարոս հայ ժողովուրդի հավատք, և տուն լուսավորիչ հայր, հսկող հովիվ և վարտաբեդ ճշմարտության, միշտ կենդանի եղիր մեր մեջ, արթնցուր մեր զորությունները քո լուսացնող ջարակայթներովը և արտունավորե մեր հոգիներու անտաստանի մեջ բարի պերքերը, ծաղկեցուր բազմաբիսի առաքինությունները և աստվածահաջող վարկը քո արյամը որոքված աստվածածուն մեր տրախտի մեջ, ջերմացուր մեր սարած սրտերը աստված պաշտության երանտով և լուսազարդ կեղեցկությամբ պայծառացուր քու սուրբ եկեղեցիդ, ուր հետևելով ու ուղղափառ վարտաբեդությանը, վայելչական սրբությամբ և արտարությամբ, երկրպագություն և երկրպագությամբ փառավորել ամենասուրբ երրորդությունը Հավիտյանս Հավիտենից ամեն։